Մոսկվայում Մոսկվա կատարած այցի ժամանակ Փաշինյան Պուտին հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը շատ պարզ ակնարկ արեց, որ Հայաստանում կան Ռուսաստանի գործընկեր քաղաքական գործիչներ, որոնք եւ կալանավորված են, եւ խնդրեց Նիկոլ Փաշինյանին, իհարկե շեշտելով, որ դա իր որոշելիքն է, բայց նաև խնդրեց, որ հնարավորություն տա այդ քաղաքական ուժերին, այդ անձերին ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին, մասնավորաբար ընտրություններին։ Ուզում հետևյալ հարցը տալ. Պուտինի այդ առաջարկը օգնեց, թե հակառակ վնասեց Սամվել Կարապետյանին։ Ամեն ջան, Պուտինի այդ առաջարկի պատասխանը այս նախագիծն է օրենսդրական։ Այո, դրա համար եմ ասում։ Հետևաբար, իհարկե ես ուրիշ երկրի նախագահին խորհուրդ տալ չեմ կարող, բայց կարծում եմ, որ դա պետք չէր անել այդ բացահարտակում, եթե կար նման բան ասելու, խոսելու, ապա թող դա առանձին խոսվեր, պետք չէր այդպես պնդել եւ ստանալ այսպիսի պատասխան, եւ իսկ խորքի մեջ ասենք դա առանձնապես այլ երկրի գործն էլ չի, դա մեր ներքին գործն է։ Մենք պետք է այնքան ուժ գտնենք մեր մեջ, որպեսզի մենք այդ հարցերը ինքնուրույն հաղթարենք։ Դե հիմա ես էլ կարծում եմ, որ տեսեք, դրսից ազդում են այդ process-ի վրա կամ ցանկանում են ազդել, ներսից հակազդում է։ Ուժը հակազդում է։ Ստացվեց, որ ավելի վատացավ իրավիճակը։ Դրա համար ոչ պետք է բարձրացնել, ոչ տալ այդպիսի պատասխան, ոչ էլ այսպիսի գործողություն։ Եթե ուզում էր ինչ-որ բան ասել, թող ասեր փակ դռների հետևում, ոչ թե բաց։ Ես կարծում եմ, որ կարող է այստեղ որոշակի վրիպումներ են եղել կամ համբերության բաժակը այնքան է լցված եղել, որ ի թիվս այլ այսպես սուր հարցադրումների, գազի հետ կապված, Արցախի հետ կապված, նաև այս հարցը բարձրացվել։ Թերևս եթե ես լինեի, ենթադրենք Եվրոպամետ գործիչ, այսպես լինեի, ես կամ թեկուզ ռուսամետ գործիչ, չլինեի, ասենք, ազգային գործիչ, ես կասեի Պուտինը դրանով ուժեղացրեց Նիկոլ Փաշինյանին, որտեվ հզոր երկրի առաջնորդը խնդրում է փոքրիկ մի երկրի առաջնորդի, որ թույլ տան ինչ-որ ուժեր մասնակցեն։ Սա ինքնին ոչ ճիշտ ձևակերպում է, բացահարտակում։ Այդպես չէ կարծում, կարծես թե ուժեղացնում է իշխանությանը, իշխանությունը գալի ասում է, դե տես ի հակադրություն քեզ, հիմա տես ես ինչ կանեմ, ու դու չես կարող որևէ ձևով ազդել։ Թերևս ես էլ եմ ասում, ոչ մի պետություն իրավունք չունի